Ղեկավար Անաստաս Իսրայելյանի հետ։ Պարոն Իսրայելյան, բազմաթիվ ակցիաների առաջնագծում եք, կոնկրետ այս միջադեպով քննչական կոմիտեում եք որ պահանջով, ինչ պահանջով։ Եկել ենք արդարության հետևից, որովհետև այսօրվա իրավիճակում մենք հետևելով իշխանության կողմից անգործություն, անպիտանիությունը ուզում ենք հասկանանք իրավական պաշտպանները ծառայում են մի մարդու համար, թե ծառայում են ժողովրդի համար, որովհետև այդ երեխու, այդ կերպարը, այդ հերոս երեխու, տենց ասեմ, Արցախից այդ ծանր ժամանակ, այդ ծանր բանից հետևանքներով եկած գոյատևելով ստեղ իրանց մի ձևի կարգավիճակը գոյատևելու համար վերցնում են այդ մարդկանց նկատմամբ մենք էլ ուրիշ ձևակերպով, ուրիշ ձևի են ուզում պատժեն։ Ասելիքս ինչ է, այսօրվա իրավիճակը թե արցախցիները, թե հայաբնակ ժողովրդից, թե մայր Հայաստանում գտնվելու, մենք մի ցավի շուրջ ենք, մենք մի խնդրի առաջ ենք կանգնած։ Մենք միջև այդ արդարությունը չվերականգնենք, մենք չենք կարողելու նորմալ առողջ հասարակություն ձևավորենք, մենք չենք կարողելու նորմալ առողջ հիմքեր ձևավորենք հայ ապրելու իրավունք ունենալու կամ հայ լինելու իրավունքի համար։ Ստեղ մնալու ենք մինչև այնքան խոսքի, մինչև այդ նիգադյայները, այդ սրիկանները, ով այդ երեխու նկատմամբ ինչ-որ գործողությունները, անօրեն գործողություններ են իրականացրել, չպատժվեն։ Մենք այս շենքի առաջ կանգնած, մենք պահանջում ենք, պահանջով ենք եկել ստեղ, մենք ուզում ենք տենանք երկրում օրենք աշխատում է, թե չէ։ Եթե օրենք կա, ուրեմն պիտի բոլորի համար հավասար լինի։ Եթե օրենք չկա, ուրեմն նորից եմ ասում, այս համակարգները ծառայում են մի մարդու, այն մարդու, ով Արցախը կործանել է, այն մարդու, ում օրոք այս ժողովուրդը եկել հասել են այս իրավիճակին, այս կարգավիճակին։ Շնորհակալություն, պարոն Իսրայելյան։ 168 թեմի հարգելի հետևողներ, կզրուցենք Ռոման Երիցյանի հետ, փաստաբան, Տիգրան Ուլուբաբյանի փաստաբանը, այս կողմ կկանգնեք, պարոն Երիցյան։ Պարոն Երիցյան, դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին խոսենք եւ հետո քննչական։ Նախքան դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին խոսել կամ քննչական որևէ գործողության մասին խոսել, ես խնդրում եմ բոլոր լրագրողներին արձանագրել, ինչքան մարդ կա հավաքված այս տարածքում եւ ինչքան պարեկային ծառայողներ կա եւ պարեկային ծառայողները կարծես թքած ունեն նրա վրա, որ ճանապարհին մարդիկ անցնում, գնում, գալիս են եւ որևէ մեկը մեր անվտանգությունը չի պատրաստվում ապահովել։ Այսինքն, այսա քիչ հետո երևի ինչ որ մեկը ավտոմեքենայի տակ կանգնելու, բայց ոստիկանական ծառայողների համար սա կարծես նորմալ երևույթ է, նորմալ է, որ այսքան մարդիկ հավաքվել են, նորմալ է, որ ճանապարհի երթևեկությունն է խոչընդոտում կամ մարդկանց անվտանգությունը կասկածի տակ դրվում, որևէ մեկը ճանապարհը փակել չի պատրաստվում։ Իսկ եթե այսօր ինչ որ իշխանական քարոզարշավելներ ստեղ վստահեցնում են, որ ճանապարհները փակած կլինեին, դեռ 200 մետր հեռավորության վրա էլ ոստիկանները անվտանգություն կհսկեին։ Պարոն Երիցյան, անդրադառնալով թեմային եւ պահանջին քննչական կոմիտեից, նաեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին, որովհետեւ Տիգրան Ուլուբաբյանը չնշեց մանրամասներ։ Մինչ այս պահ մեզ հրապարակային հասանելիություն չունենք այն վերաբերյալ, թե ովքեր են այն ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլուբաբյանին ենթարկել են խոշտանգման։ Այս պահի դուրսությամբ այդ թվով 6 ոստիկանի տվյալները պարզ չէ։ Պարզ են ընդամենը 2 ոստիկանի տվյալներ, որոնք պարզել ենք մեր նախաձեռնությամբ, այսինքն մենք ենք իմացել ովքեր են այդ 2 ոստիկանները։ Եվ այստեղ ըստ ինձ ավելի կարևոր չէ Տիգրան Ուլուբաբյանի բժշկական տվյալները, որքան ոստիկանների բժշկական տվյալները։ Մասնավորապես ես նշել եւ նշում եմ, առաջին հերթին պետք է պարզեն ովքեր են այդ 6 ոստիկանները, եւ ոստիկանների նկատմամբ պետք է նշանակվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի ոստիկանների ձեռքերի կամ ոտքերի վրա բռնություն գործադրելու հետքեր կան, թե չկան։ Այսինքն կա ինչ որ փաստեր վկայող են մասին, որ ոստիկանները օր առաջ կամ օրեր առաջ որևէ մեկին ծեծի են ենթարկել։ Այս տվյալները մի քանի օր հետո ոչնչանալու է եւ այլևս հնարավոր չի լինելու պարզել այդ անձիկ իրոք կապ ունեն թե կապ չունեն։ Մինչև հիմա Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ միայն նշանակվել փորձաքննություն, բայց դե փորձաքննության տվյալները այս պայդորությամբ պարզ չեն։ Ոստիկանները չբացահայտման հետ կապված դուք ինչ ենթադրություն ունեք։ Ինչով է բացատրվում այս ամենը։ Պասիվ նախաքննությամբ իլայի վերաբերմունքով խոսում այն մասին, որ բուժողը ինչ որ անօգնական վիճակում գտնվող ինչ որ արցախցի է, խոսում այն մասին, որ դեպքը խոշտանգման դեպք է, այլ ոչ չգիտեմ ինչպես ինչ դեպք, որ քննչական կոմիտեի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Այսինքն հետաքրքրության բացակայությունը ցանկացած նմանատիպ այլ դեպքով, այ օրինակ ես ձեզ հիշեցնեմ խնձոր նետելու դեպքը։ Գիշերվա ժամը 6-ին Ալբերտ Արստամյանի ընտանիքի բոլոր անդամները արդեն գտնվում էին ոստիկանությունում։ Անկախ նրանից կապ ունեն, կապ չունեն։ Կամ իշխանության յուրացման դեպքը, երբ որ 1 ժամվա ընթացքում խուզարկություն, ձերբակալում կալանավորում։ Ստեփանակերտի քաղաքապետի դեպքը,
երբ որ մի անգամից հետախուզում հայտարարվեց, մարդը փնտրվեց, գտավ, ձերբակալեցին, կալանավորեցին, տարի հասցրին ուղիչ հիմնարկ։ Պարոն Երիցյան, դուք միտում եք տեսնում հենց արցախցի լինելու հանգամանքը։ Ես իմ համար այնքան չէ արցախցի լինելու հանգամանքը, որքան տուժողի անօգնական վիճակում գտնվելու հանգամանքը մեկ եւ երկրորդով բուն խոշտանգման դեպքը։ Խոշտանգման դեպքերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ցուցաբերում է թքած ունեն վերաբերմունք։ Պարոն Երիցյան, իսկ փաստաբանի ձեր պրակտիկան ինչ է ցույց տալի։ Արցախցիները հաճախ են բախվում իրավունքի նման 2023 թվականի նոյեմբեր ամսից փաստաբանական գործունեություն եմ ծավալում Հայաստանի Հանրապետությունում եւ այս ընթացքում առնչվել եմ Արցախցուն խոշտանգելու 30-ից ավելի դեպքերի։ Բավական է վկայակոչեմ ամենավերջին դեպքը, երբ որ Չարենցավանի ոստիկանության աշխատողները էլի կրկին դաժանցեցի են ենթարկել Արա Օհանյանին, կրկին մարտունու բնակիչ, նշելով, որ վերջինս պետք է իր վրա վերցնի ինչ-որ չկատարված գողություն եւ վերջում էլ քննչական կոմիտեի նախաձեռնված վարույթը ավարտվել է վարույթ կարճելու որոշմամբ ապացույցների անբավարարության հիմքով։ Ինչու ապացույցների անբավարարության հիմքով, որովհետեւ վարույթ նախաձեռնում են 5 օր հետո եւ միակ քննչական գործողությունը, որ կատարում են, դա տուժողի հարձակումությունն է, ուրիշ ոչ մի բան։ Շնորհակալություն։